Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիր Weekend-ը եւ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ խոսելու ենք ժամանակակից մասնագիտություններից բլոգինգի մասին եւ հյուրընկալել ենք ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից երկուսին։ Այո, Ելենա Վարդերեսյանն է մեր հյուրը եւ Ռաֆոն կամ Հայդալեքը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ դուք։ Հրաշալի։ Ինչ որ կա համացանցում դա դուք եք, թե դրանից դուրս եք դուք։ Չէ, մենք ենք։ Այդքան լավ ենք մենք, դուրս ենք մենք։ Բլոգերության լավը է դա դու քեզ ես խաղում։ Այսինքն պետք է անկեղծ լինես, աուդիտորիան դա է սիրում։ Դա ընթացել ենք հեռավոր 2018 թվականին։ Հեռավոր։ Դեռ ոչ ինքներ բլոգինգով զբաղվում, ոչ ես։ Մենք պարզապես ընկերներ էինք, հետագայում արդեն քիչ-քիչ ոնց որ ամեն մեկս տենց առանձին ժամանակահատվածներում սկսեցինք բլոգինգի մեջ լինել։ Ով բարակեց բլոգինգով։ Հենց որպես բլոգեր ինքն է սկսել, ես ուղղակի կլիպում էի նկարահանվել, որոշակի հայտնիություն ունեի արդեն, բայց ինքը արդեն հենց իմենը բլոգինգով սկսեց։ Հա, այդպես մեր կարիերան սկսեց։ Կարիերան։ 21 թվին չէ դու սկսեցի։ Հա, 21 թվականից։ Ինքը Այսինքն 21-ից ընկերությունը 23-ից։ ավելի շուտ է եղել։ Հա, ես մտածում էի ոլորտում եք ծանոթացել միասին։ Ոլորտում ընկերություն չկա, չէ՞ ինչ-որ։ Հա, բայց Շատ անկեղծ։ Դերական, միայն դերական մրցակցությունն է։ Նայեցում հետ։ Չէ, իրար հետ մրցակցություն։ Չէ, մենք իրար չենք մրցում։ Իմաստ չկա, ես մեկա լավագույնն եմ, այսինքն։ Այսինքն համեստությունն էլ չկա։ Չէ։ Լավ, Ռավ, ես հիշում եմ, որ դեռ հայտնիությունը չկար ու այդպես շատ հետևորդներ չկային, բայց դու արդեն կոնտենտում, այսինքն քո բիոյում գրել էիր շատ հայտնի ինֆլուենսեր։ Ինձ հետաքրքիր է այդ միտքը ոնց եկավ, խոսքի ուժով հետո դարձավ, թե ուղղակի հումոր էր, որը իրականություն դարձավ։ Դա ըստ իս մի շատ խելացի մարքեթինգային արշավ էր, որ ի սկզբանե ինձ մատուցան, որ ես այս բանին արդեն իսկ հայտնի եմ, այսինքն ինձ նայող մի հոգին էլ ենթադրի, որ ես հայտնի եմ։ Դա ավելի միանգամից հենց այդ բանին վստահություն է ներշնչում ինձ հետևել, դա աշխատեց, ես օրական 1000 հետևորդ ունենում էի այդ ամենասկզբում, օրը հենց 1000 Բայց միայն դրանով չէր, չէ՞, դու վիդեոներ էիր նկարում, որոնք աշխատում էին։ Գցում, ամեն օր պարտադիր վիդեո էր, հիմա էլ է այդպես, ամեն օր այն մոտ վիդեոն, ամեն օր գցում էի ու ամեն օր իմ ստորիներով խոսում, որ ես հայտնի եմ, ինչ-որ գնում էի fake, yani բացումների եմ, այս բային եւ այլն եւ այլն, այսինքն մատուցում է ինձ որպես արդեն իսկ հայտնի ինֆլուենսեր։ Ու այդպես ստացվեց։ Ես երկին տվեցի, ես էլ ինձ։ Հստակ մարքեթինգային քայլ էր։ Այո, հստակ էր դա ու աշխատեց։ Հրաշալի։ Կա վիդեոներ, որոնք շատ շուտ եք գցել, բայց հիմա նայում եք ու ջղայնանում եք դրանով ու ջնջում եք։ Չէ, ջնջել չէ, ջղայնանում եմ այն առումով, բայց դա ժամանակի հետ այդ ժամանակ նորմալ էր այդպես, ասենց ավելի դանդաղ եմ խոսում, ավելի ոչ պրոֆեսիոնալ, քիչ-քիչ ոնց որ աշխատելով իմ վրա, ես հիմա իմ կոնտենտը ավելի եմ հավանում, ճիշտ է, հակառակը հիմա մարդիկ ասում են հիմա չէ, առաջ ավելի լավն էր, բայց առաջ այդքան լավ չէր։ Բայց մյուս տարի էլ նայելու ես հիմիկվան էլի ասես աշխատելու տեղ կա։ նայում եմ, ասում եմ, ինչ աստված։ Դե դա օրորի եք ուրեմն աճում։ Այո։ Բլոգինգի մեջ ամենաբարդ կողմը որն է իդեաներ գտնելը վիդեոներ նկարելու համար, թե ուրիշ ավելի բարդ կողմեր ունի։ Պատասխանի։ Իմ դեպքում կոնկրետ որպես անձ մի քիչ արդեն որոշակի պատասխանատվություն է։ Այսինքն դրսում, երբ որ քեզ արդեն սկսում են ճանաչել, որոշակի պատասխանատվություն է գալի որպես քաղաքացի, որպես մարդ, մի քիչ արդեն ազատությունը սահմանափակվում է ըստ իս իմ համար։ Հա, այդ առումով այդ ազատությունն է սահմանափակվում, բայց դա բարդություն չի, դա մենք ենք ընտրել, դրա համար օքեյ է, որ այդպես լինի։ Մնացած առումներով մի քիչ այդ ատելության ալիքին դիմանալ է, այսինքն եթե ինչ-որ մեկնաբանություններ ա լինում, դե սովորական sense մարդ ես էլի էմոցիաներով, որ էմոցիաներ չտրվես, մեկ է ստորիով չպախարակես այդ կոմենտ գրողին ու այդ ավելի վատ է գնալու ծնակնդիկի էֆեկտով։ Դրա համար ավելի շատ այդ ատելության այդ բանին ալիքին դիմանալը։ Իսկ ջնջում եք վատ մեկնաբանությունները։ Հա, բլոգում նաև, որովհետև իրանք իրավունք չունեն կարծիք արտահայտելու։ Ինչու՞։ Ով որ բացասական արտահայտում, այսինքն ոչ թե կոնստրուկտիվ, այլ բացասական, այդ մարդը պետքա խոսքի իրավունքից ձգես։ Հայհոյանք օրինակ ինչ պահես։ Նախ ուրիշը պետքա չտեսնի, որովհետև ինձ նայում են մամաներ, ինձ նայում են երեխաներ, ընտանեկան բլոգերներ ենք ու այդպիսի բաները պետքա տակը չլինի, նաև պետքա հնարավորություն չտաս հետագայում իրանք արտահայտեն։ Ես ուզում ասեմ, բայց քիչ է։ Հա, քիչ է, բայց պետքա
Այսինքն կտրտես։ Իսկ կներես իրական կյանքում վիզուալ կան հեյթերները, որ կարող եք փողոցում տեսնել, օրինակ ինչ-որ հայացքից են, որ հասկանալ կամ ինչ-որ Չափլախեք։ Չէ, իրականում այդ առումով ինձ թվում է լավ է, չկա դա համար շատ ազատ հանգիստ քայլում ենք։ Իսկ չէ, մեկ որ ասայի ընտակի գրածրեն, ես էի։ Չէ։ Իրանք երբեք չեն անի, որտեվ այդ էջերը իրականում fake էջեր են սաղ լինում։ Մտնում ես, դա ռեալ մարդու ոչ նկար կա, ոչ անուն կա։ Հազվադեպ որ դեմք լինի, դա մեծ կինա Ռուսաստանում ապրում է, դե գնացի։ Կոնտենտ մշակել ու դրան սովորացնել լսարանին շատ դժվար է, բայց երբ որ սովորացնում ես, արդեն ամեն շատ հեշտ է ու լսարանը դառնում ավելի պահանջարկող, հա, պահանջատեր։ Բայց երբ որ արդեն սկսում ես գովազդ անել որևիցե մի ընկերության քո կոնտենտի մեջ, ինչ է սրանից գալի։ Լսարանը պակասում է, թե լսարանն ավելանում է։ Որտեվ հաճախ երբ որ դու հետևում ես անընդհատ ինչ որ բանի ես սպասում, եկել տենում ես ընթացքում, վայ քո սիրած բանա, բայց գովազդա սա նյութ չէր, անցնում ես առաջ։ Սա ըստ ձեզ որպես այս ոլորտի մարդիկ ձեզ ավելացնում է դիտորդները թե պակասեցնում է։ Ավելացնում է, ես մոտավոր արդեն 2 տարի է միայն գովազդ եմ նկարում, այսինքն կոպիտ ասած, այդպես որպես առանց գովազդ վիդեոներ շատ քիչ կա։ Ես իմ կոնտենտը փոխեցի դրա շուրջ, որ ես նկարում եմ այնպիսի գովազդ, որպեսզի աուդիտորիան չզզվի։ Դրա շնորհիվ ես մի տարում 120,000 հետևորդ ավելացել է, իմ 200-ի 120 էլ ավելացել է։ Մարդկանց, եթե չես զզվացնում ու դա անում ես մի փոքր կրեատիվ, իմ ասով չասեմ, ցանկացած բլոգեր, եթե դա անում է կրեատիվ ու դա անում է կոնտենտի շրջանակներում, այսինքն գովազդը ինտեգրված է մեջը, ոչ թե առանձին է, մեկը լեսկի sense սոկը բերնի տեն տալի։ Գնեք։ Եթե ինտեգրված է գեղեցիկ արված, իսկ իմ շրջապատում մենք բոլորս փորձում ենք ինտեգրենք շատ սիրուն, որ մարդը տեսնի դա սկեչի մի մաս։ Աուդիտորիան սիրում է, օգտվում է, տարածում է։ Կերպարները որտեղից են։ Մամայի ու պապայի անուններն են, ճիշտ եմ հասկանում իրականում։ Իմը Մարինեն ու Վարդանը, իմ մաման ու պապան են, բոլոր անունները իրական մարդիկ են, բայց կերպարները իսկական չեն, այսինքն մամաս այդպես չի, պապան այդպես չի։ Կարող է ինչ-որ հումորներ վերցրած լինի, բայց հիմնականում հավաքական են, չգիտեմ, մի քանի կանանց sense հավաքական կերպարը Մարինեի մեջ է, մի քանի պապաները Վարդանի մեջ են, պապին ու տատին լրիվ հորինած է, ես պապի տատի վաղուց չունեմ։ Ո՞մ իդեաներ։ Պապիկն ու տատիկը։ Ես պապիով սկսեցի, հետո Լենային տեսա, ասեցի կնճիռներ ա եկել, արի միացի։ Արի դարձի տատիկ։ Բայց ես չեմ հիշում ոնց որոշենք տատի պապի։ Դու մոտիվացիայի պակաս ունեիր։ Ես էլ հերոստատեսությամբ մոտիվացիայի պակաս ուներ, ասում եմ մոտիվացիա ինչ անենք, այդ օրը որոշեցինք, որ ասենք լիքը վիդեոներ իրան նկարենք, նկարեցինք մի քանի հատ տանտիրոջ վիդեոները, որ տանտերը, ու նաև ասեցի արի մի հատ էլ տատի ու այդպես ոնց որ սկսեցի։ Իրար մոտիվացրեցինք նոր բան ստեղծելու համար, էլի։ Դինեմա որ հոգնեք իրարից իրար զանգերի չպատասխանեք։ Բրան որ հիմար։ Չի լինում։ Անկեր։ Բրան հոգնելուց չզանգես, տես լինում է։ Չի լինում։ Այս 10 օրը ասեմ ավելին, որ փորձում էինք հանդիպեինք, չէր ստացվում ժամանակի առումով։ Դա մար չէ։ Դե իրար հետ ամել որ հանդիպում ենք, ստեղծագործում ենք կոպիտ ասած։ Այդ բառից չեմ վախենա, բայց ամեն դեպքում ստեղծագործում ենք։ Իսկ բան ասել։ Ընկերության շուկայից շուկայի մենք 10 թվից այդ ոլորտում ենք մասնագիտանում ենք։ Դա հիմնական պատճառն է, ինչի պատճառով մենք ընկերություն ենք անում։ Բամբասանքի հողի վրա մոտիկ անցանք այնովը, հա։ Ամուր կապը ստեղծվեց։ Իսկ գովազների պատվիրատուները իրենք են թելադրում, թե ինչ նկարեք, թե դուք եք իրենց ասում, սա պետք է լինի։ Ինձ չեն թելադրում, ես այդ առումով շատ կոպիտ եմ։ Լինում է որ գովազդատուն օրինակ կարա ասի, օրինակ սենց միտք ունեմ կամ նենց բան, եթե նենց բանա որ ինձ օքեյ է չի խանգարի իր միտքը, ես հաշվի եմ առնում, բայց եթե օրինակ կասմիչեսկի ինչ որ բան ակնկալում, ասում եմ չէ։ Բայց հանկարծ որ իմ ասածը շատ sense ինքնավան չընչի, ոչ թե ինքը ասում է այն կետերը գովազդատուն, որը պարտադիր է որ լինի, օրինակ չինը մեր հյութը էսպես երևա, լոգոն էսպես ու ասվի սա։ Դրանք պարտադիր է, դա նորմալ է գովազդի առումով, բայց սցենարային առումով ինքը չի կարող խառնվել, իմ հումորը փոխել, այս բառը այսպես մի ասա եւ այլն, որովհետեւ եթե դիմում է բլոգերին, գիտի իրան, տեսել է, որ այս 5 տարի այս մարդը սենց է անում, այս հումորներն է անում, պետքա թողի մի փոքր ազատ,
որովհետեւ երբ որ մարքետոլոգը խառնվում է, գովազդատուն խառնվում է, բիզնեսի տերը խառնվում է, դա ստացվում է մի հատ sense շատ վատ sitcom, շատ վատ ինտեգրացիայով, որը աուդիտորիան հենց դրանից է հոգնած։ Ինչ որ միտեղից նման բան եմ հիշում հենց ձեր դեպքում, որ իմպրովիզ եք նկարում գովազդները, այսինքն չեք նախապես սցենար մտածում։ Հա, ես հիմա sense եմ փոխել եմ բառը, որ դրական լինի, գովազդատորին ասում եմ, ես ձեզ միտքը կասեմ, թե ինչ եմ նկարելու, դա պետք է հաստատեք, ոչ թե տեքստը սցենարով, թե ես ինչ բառեր եմ ասում։ Հումորը տեղում եք անում։ Հա, համարյա մի 10-15 հատ գեներացիա կա, որից 6-ն է մնում վիդեոն, որտեղ վիդեոյի մեջ 6 նախտեսություն է տեղավորվում այդ 1 րոպեանոց, ոնց որ մի 10-15 հատ sense ինչեր ասես խոսում ենք, սաղանում ենք, մեջի sense համովները կտրում ենք։ Իսկ քանի դուբլ։ 1-2, մաքսիմում 2 Իրոք։ դուբլից։ Հա, դե հեշտ է, մեզ կոմֆորտ սաստավով ենք միշտ, այսինքն Դուք եք անում վիդեոները, թե թիմ կա, օպերատոր կա, մոնտաժան։ Մի հոգի Վահանը մեր խեղճ սաղիս։ Բոլորիս եթե Վահանը զբաղվածալու իրար են կողմում։ Իրար ենք նկարում, թե թիմ չկա, այլ թիմ չկա։ Ովքեր են ձեր հետևորդները։ Ինչ տարիք են, ինչ սեգմենտ են, ինչ պահանջներ ունեն։ Կարծրատիպ կա, որ բլոգերներին երեխաներն են հետևում։ Իմ պարագայում ես փորձել եմ հումորս այնպես այն կողմ տանել, որպեսզի երեխան այդքան շատ չհասկանա իմ հումորները, այսինքն այնտեղ մեջ մի քիչ սև հումոր կա, մի քիչ այլ կոնտեքստ է, որ միայն մեծ մարդը արդեն ինչ որ կյանք ապրած մարդը կհասկանա այդ հումորները։ Դրա համար իմ աուդիտորիան մեծ է, Լենայինն էլ է մեծ։ Imն էլ է մեծ, իմ մոտ երեխաները շատ քիչ տոկոս են Facebook-ի ստատիները մետեն Facebook-ում արդեն 100,000 եմ հասնում հետևորդներով, այնտեղ вообще իմ sense ամուր սյուներից մեկն էլ Facebook-ս է, Որ մի օր փակվի։ Ոնց որ Ռուսաստանում եղավ, հա, Instagram, Facebook դարձան անհասանելի։ Ինչ եք անելու։ Ես միշտ աշխատել եմ սպասարկման ոլորտում, նաև երկար ժամանակ աշխատել եմ մարքեթինգի ոլորտում։ Ես պատրաստ եմ նորից վերադառնամ սպասարկման ոլորտ, որպես օրինակ մենեջեր, խանութի եւ այլն, ու նաև պատրաստ եմ ինչ-որ արտաքին գովազդի մարքեթինգային ոլորտում աշխատեմ, օրինակ, չգիտեմ, արտաքին գովազդ արվի։ Այդքանը։ Ես կարծում եմ նախ չի փակվի։ Երկրորդ ես թոշակ եմ ստանում պետությունից։ Չէ, երկրորդը եթե փակվի անգամ սոցիալական հարթակները, շատ ուրիշ ոլորտներ էլի կան, որը որ մեդիայի հետ կապ ունեն։ Դե այսօր արհեստական բանականությունն է գալիս, արդեն ամեն ինչ, կարելի ասել երկիչների ֆակտորն է արդեն կամաց դուրս գալիս, որտեղ AI-ն շատ լավ երկիչներ է տալիս արդեն աշխարհին։ Հա, բայց ես օրինակ չեմ օգտվում ChatGPT-ից, օրինակ սցենարների առումով, որովհետև չի կարողանում մեկը ինքը հայկականը։ Երբ որ մի 10 տարուց ադապտացվի, կարելի է օգտագործել 10 րոպեից ես կասես։ Իսկ իդեաների առումով, որտեղ իդեաներ կարող է տալ։ Չի տալիս։ Վճարով ինչ ես վերցրել երևի։ Վճարովին է $44 տալիս եմ ամիսը։ Ես էլ փորձել եմ, ինքը կատակ չի կարող անի։ Արդեն նկարել ենք, էլի։ Հումոր չունի։ Չէ։ Կարող ես այսպիսի զվարճալի բան նկարել, զվարճալի բառը օգտագործեց վերջ, չի կարողանում։ Արդեն խնդալու չի։ Նույնիսկ եթե մարքետոլոգը ինձ գրում է մի հատ զվարճալի բան ստանանք, վերջ ես չեմ աշխատել իրանց հետ, որովհետև ինչ անշկում զվարճալի։ Այդ ինչա զավեշտալի։ Գիտես դեռ զավեշտալի կա, էդ է, ասել դու դեռ զավեշտալի բառը չգիտես։ Զավեշտալի մի հատ էլ է level ցածր։ Դե ասել մի հատ փոց, խնդալու, այդտենց։ Լավ, մի տրենդ կար, որ միլիոնի դեպքում էր իհարկե տրենդը, որ վիդեոն է, որից հետո միլիոն մարդ ձեզ ճանաչում է, ինձ հետաքրքիր է ձեր դեպքում, որ վիդեոն է, որից հետո շատ մարդիկ ձեզ ճանաչեցին։ Յուրաքանչյուր տեղ հաստատ ունեք այդ վիդեոն։ Հա, բայց իմ այդ բեկումն այնը մի հատ վիդեոն է, որ երբ ինտերնետը անջատել են, էդի մի անգամից մի 10,000-ից ավել հետևորդ բերեց։ Դա կարիերայից, չէ, այդ վաղ գովազդներ չունեի։ Առաջի 2 տարում ես գովազդներ չեմ ունեցել։ Բանը այդ էր, որ ինտերնետը անջատել են, տնեցիք երբ ինտերնետը անջատել են, որ սկսում են իրար չփվել, հիմա նայում եմ ընդհանրապես խնդալու չի։ Այդ վիդեոն չեմ հասկանում ոնց կարող դա հաջողության գաղտնիք լիներ։ Իմն էլ հարևանուհու վիդեոն ա եղել։ Անտակտ, որ մտնում ես տուն, չէ։ Հա, անտակտ հարևանն է, որ առանց դուռը թակելու մտնում ա ձեր տուն, ինչ-որ իրերա վերցնում եւ այլն։ Համարյա 2.9 միլիոն ա դիտում է իրա։ Օհո։ Այդ դրանից հետո եկել է մոտավորապես մի 20,000 հետևորդ մի անգամից։ Հիմա միլիոնը մեր համար շատ սովորական է։ Լավ, իսկ առաջի 2 տարում երբ որ գովազդներ չկային, ի՞նչն էր մոտիվացիան ամեն օր վիդեո անել, հա, եւ ինչպես էիք ապրում։ Քան շատ մի հատ բանկ ունեի, որ հետս էր աշխատում, խեղճ ու կրակ 80,000 դրամով։ Ու բանը։ Հրաշքան։ Ես առաջի տարին հենց սկսել եմ անել։ Ու նաեւ այն առաքման ընկերություն, այսինքն այդ երկու գովազդ։ Առաջի գովազդի համար ինչքան գումար եք վերցրել։ 40,000 դրամ։ 80,000, ես Իսկ հիմա
Հիմա դրա մի րոպե Ռաֆա ջան, դե չթվեր ես կրակել 80000 դրամ առաջի դիմում գովաս։ են ձեզ, ինչ գնային է։ 300,000 Հա 200,000 մոտավոր այդքան։ Այ Ոլորտում հիմնականում Հարկերը հանած թե այդքան գումարած։ հարկերը մենք ենք վճարում։ Այս իմ դեպքում ես չեմ ասում պլյուս հարկեր, Ես էլ եմ 330 չեմ ուզում։ Չէ, դա ես եմ վճարում։ Շատ լավ եւ շարունակելով մենք հետաքրքիր խաղ ենք ուզում ձեզ հետ խաղալ։ Խաղը կոչվում է ամենից ամենը, խաղում ենք գրեթե բոլորի հետ։ Ձեր դեպքում կլինեն բլոգերների շրջանում հարցերը եւ պետք է առանձնացրեք անկեղծ ձեր կարծիքը։ Ոչ ոք չի նեղանա, բոլորի հետ խաղալու ենք, ոնց որ ամեն արդար է։ Նեղանան։ Ամենաբարի բլոգերը ոլորտում։ Բարի։ Այնստեղ դուք տարբերակներ ասեք մենք։ Չէ, Մի մենք րոպե, հարցնում չէ, ենք։ սարագարակ ասենք, հանգիստ եղեք։ Ամենաբարին։ Ես եմ։ Հեչ արագ չէ։ Ոսոչ չկա կարամ ինքս դիմեմ։ ամենայնը ինչ որ մի տոկունքություն ունի։ Դրա համար ասում եմ ես պատասխանում ես եմ։ Չէ, դու էլ չես։ Մի րոպե, չէ, կա։ Սպասեք, հեսա Դու քիչ։ չգիտեմ ինչ որ բարի։ Իրոք չկա, լավ, այդ մեկը չի համապատասխանում ոչ մի։ Ուզում եմ ասի Էվիկ, այն էլ բարի չի։ Երեք вообще ստորի ակցել, որ բանը պետքա լինես մի քիչ ագահ, ցանկանաս մրցակիցներից, որպեսի փակվեն, չէ, մի րոպե։ Չունենք բարի բլոգեր, անկեղծ։ Նույնիսկ ես ինձ բարի չեմ կարող համարել, բայց ես եթե ինձ գրում են օրինակ ինչ-որ բլոգեր օգնություն ախնդրում սցենարին, բան օգնում եմ, բայց որպես այդպեսին բարի մեծ ուրիշ, մյուսը։ Ամենաինտրիգայինը։ Հա, Ինտրիգային։ որ ինտրիգներ է ստեղծում, թե անդադ ինչ-որ ինտրիգների մեջ է։ Կարող եք երկուսն էլ առանձնացնել։ Ինձ թվում է Էլենչն է, անդադ ինչ-որ ինտրիգների հետ հիտակ։ Ես կասեի Մագա Հարությունյան։ Մագա Հարությունյան։ Ամենասիրունը։ Ամենասիրունը։ Իմ համար Էվիկ, Էվելինա Խանոյանը։ Իմ դեմքը սուբտիտրերով։ Ես իմ համար։ Էլո, Անին էլ Արզումանյան շատ սիրուն, մեր ընկերներից։ Ամենավոճայինը։ Չունենք, Ոճային։ սա ոտ են հագնվում։ Ինչ նեգատիվ են կոստում։ Բայց չունենք, ով է լավ հագնվում։ Մարդ ասա հենց հիմա, որ Մագան, ես ուրիշ երոսիանուն չգիտեմ։ Չէ, բայց իրոք Մագան սիրուն է։ ամենքեր ինչ որ իրա ոճով է հագնվում, բայց իմ համար օրինակ գեղեցիկ չէ։ Ամենակիչ վճարվողը։ Հայ, դե մենք ինչ Ինչ մոռանանք։ մանանք։ Չեք հարցնում իրարից ինչքան ես Չէ, վերջում։ դա կոռեկտ չի։ Ես իսկի չգիտեմ իմ մոտիկ ընկեր ինչքան։ Բայց ասեց նոր։ Դե Հա բայց դե իմ ասեց շատ գիտեմ, այդ ճիշտ է ասում։ Շատ էլ որ ասեց։ Ամենաշատ վճարվողը։ Կարող է թիվը չիմանաք, բայց գիտեք, որ ինքը ամենաշատն է վերջինը։ Մագանա մեծ խոսացել, Մագարությունյանը, Լիանա Վանոյանը ինձ Հա ես ուզում եմ, ես Լիանայի մասին լեգենդներ եմ լսել, բայց չգիտեմ։ Այս վերջերս չնած մեկի մասին էլ եմ լսել։ Ինչքան է։ Հայկ Տաթևին։ Հա, ինչքան։ Շոտ։ Ինչքան։ Ամենաընկերասերը։ Ես կասեի Եվան Ղարիբյան, չեմ կարող ասել դա անկեղծ է թե չէ, բայց ինքը ընկերասեր է, բոլորի հետ շփվում է։ Իր ծնունդին 300+ մարդ է գնում միշտ։ Ես Ռուբոին կասեի, որտեղ ինքը սիրում է։ Ռուբոն, Շատերի հետ շփվի, ընկերասեր է։ Ընկերնից Ռուբոն։ Ամենաառատաձեռնը Ջո Մարթը, հա, որ ասում։ Էդ էլ չկա, ագա գեշակնվող բլոգեր։ Ասում եմ, որ իր այդ հավաքվում եք ինչ որ տեղ նստում եք։ Ոդկասթը ինչ տիպիկը բոմբոս են, եթե ոչ մեկի մաս լավ Կաֆե ինչ կարծիք։ որ սուրճ խմելու։ Ո՞վ է հաշիվը փակում։ Դե նախ մենք իրար հետ ենք մենակ լինում, մենք ուրիշ բլոգերների ասոբը չենք տենում սրճարանում։ Հա, չենք շփում այդ։ Իրար հետ էլ կարամ ես փակեմ, կարա ինքը փակի, տարբերություն չկա ընկերականի մեջ։ Իսկ կիսում եք։ Հաշիվը։ Այո։ Լինում է։ Լինում է, բայց հիմնականում չէ։ Դե շոտո։ Օրինակ, եթե շատ է տարբերությունը, ես շատ եմ կերել ինքը միած սալատ, այդ դեպքում հա, բայց եթե ինչ որ հավասար ուտելիքներ են կերել, մեկս փակում ազուտ։ Ամենամրցակցայինը։ Որ sense մրցակցություն է շատ սիրում։ Ես մրցակցային եմ, բայց ինքս ինձ հետ, ես իմ համար չելենջը ամեն օր հետևորդ ավելանա, բայց որ Ռուբոնն է մրցակցային։ Ռուբոն մեր ընկերներից Ռուբոն մրցակցային է։ Ինքը նայում է, համեմատում է, ուզում է ավելին, Աշոտին էինք մոռացի, Աշոտն էլ էր բարի։ Վայ, Աշոտ Հովհաննիսյանը ամենաբարին է։ Շատ լավ, մենք նկարը կավելացնենք Ամենակթի մազը։ Ամենակթի մազը։ Պեդանտիչն է, էլի տենց։ Օվսիկը։ Հա, ուզում էի ասել, Օվսիկը կարա։ Ազդում է прям, այդքան կտի մազանիկը։ Ամենանեղած կոտը։ Օվսիկ։ Բայց նեղած կոտ է։ Հա, ասենց այդ ձենը ունի ամենայն դեպս ընդունում է։ Ախի տենց օսի։ Ես աշկից բառ չեմ ճանաչում։ Նեղա։ Օվսիկն է։ Ուշադրություն, ամենահումորովը։ Ես ինձ եմ համարելու, կներեք։
ինձ համար մեկի Աշոտն է Հովանեսյան իմ համար Ես ուզում հումորով։ եի ասել Աշոտը։ Ինձ դուր է գալի Աշոտի հումորը խնդալը։ Գոշ Ենոքյանն էլ է ծիծաղելու։ Հա, в принципе։ Ամենագոռոզը։ Չգիտեմ։ Չշփվողը, Կուզեի ասել ես, բայց ես չշփվողը։ մենակ մարքետոլոգների հետ եմ մի քիչ գոռոզ ինձ բանում, թե չէ, ընդհանրապես գոռոզ չեմ։ Ամենաշատ խմողը։ Արուս Տիգրանյանն է ամենագոռոզը։ Թող Բայց գնա։ հա որ։ Այն օրը տեսել ես ինձ բարև է, չգիտեմ։ Դες հիմա նվիրելու ենք զանգուն, որ ներկայացնում ենք ալկոհոլ, որովհետև սա լավ պահերի համար է։ Կարմիր եւ սպիտակ գինիները։ Եվ ընկերների հետ խմելու համար։ Այո, սա ձեզ եւ կարծում եմ, որ լավ տրամադրությունը միշտ կարեւոր է, որովհետեւ կապ չունի ով է ամենան, կարեւորը որ բոլորդ միասին եք։ Այո։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ Ձեզ եմ միասին։ շնորհակալ Ձեզ եմ հրավիրելու համար։ շնորհակալ։ Կոֆե կարեք տեք, բայց դե լավ է։ Չէ։ Ուշացել է։ Ասма կոֆե կարեք տեք։ Ես եմ ուշ։ Հիմա կլինի կարճատև դադար, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք։